Ողջույն։ Ես Անին եմ։ Ես էլ Արգան եմ։ Տրնդեզից մի օր առաջ Առաջ մենք սարքելու ենք գաթա։ դրա համար մեզ անհրաժեշտ է Խմորի համար խմորի համար մեզ անհրաժեշտ է դեղնուց 2 հատ կես թեյ գտալ սոդա եւ մի քիչ էլ աղ 300 գրամ 300 գրամ թթվասեր 200 գրամ կարակ սառած եւ 550 550 գրամ ալյուր Սկսեցինք Հիմա ինչ ենք անում ալյուր լցնում ենք Մաղիչի մեջ եւ մաղում Անի դու այն թթվասերի հետ աշխատի արգամ թող ալյուրի հետ աշխատի Դրա մեջ լցնում ես դեղնուցկը խառնեմ Մեջը լցնում եմ դեղնուցկը Աղը ու սոդան Դրիվ Համ Դե հիմա բռնի ամանա ու խառնում խառնի Այդ ամանը կտաս ինձի որ ծայրին չմնամ Լավ խառնում ենք Որ դեղին եմ թթվասերը Իրար հետ խառնելի մի գույնի դառնում Արդեն մտածում եմ ինչ համով գաթաներ է լինելու Տրնդեսի բանին Արգամ ջան մաղի Մաղի Իսկ հիմա կարակը ճորկում ենք Այն մեծը վերցրու Կարակը փոքրը դիր տեղը մեծը վերցրու հա մեծը Վայ Մեծը կարակը վերցրու Էս մեծը Էսի Տենց ավելի հարմար կլինես Օ լավ է մտնում եմ մեջը Հիմա կարակը ալյուրի հետ խառնելու ենք լավ Պասերը լացնում ենք ամանի մեջ Անի սկսում ենք խառնել ճրկելով Բա ինչերով էլի Եվ այդ կամ Ոչ անի մենեմ Լավ ճմբրել Ստացված խմորը պետք է հանգստանա կես ժամ Խորիզի համար մեզ անհրաժեշտ է 300 գրամ ալյուր 250 գրամ շաքարավազ եւ 200 գրամ կարակ եւ մի քիչ էլ վանիլին Ալյուրը լցնում ենք մի հատ մեծ ափսեի մեջ Մաղում ենք մաղում ենք Արի անին լցնի դու մաղի հա Իսկ հիմա ավելացնում ենք շաքարը Հիմա կարակը Հիմա կարակը Ստորքային վրա ենք ստորեցյանում Ենք մի քիչ վանիլին լցնենք փոքրացնում ենք Չեք արեմ Սյո Չէ Ահա դրա
կարակ փոքրացրել մանր։ Իսկ հիմա խառնելու ենք։ Երաշուն անց մեր խմորը պատրաստ է։ Հիմա մեր խմորը կտրելու ենք դանակով 2 մասի։ Մեկ մասը դիրենք, Մի մասը դնում ենք կողք։ Մի մասն էլ դնում ենք կլորացնում։ բարձրացրու ընջուն, կլորացրու։ Սեղանի վրա կարաս կլորացնես։ Հիմա գտնվում ենք մեր խմորը։ Շրջում։ Հիմա շրջում ենք խմորը։ Արգան վերստը դու միք չարը։ Ես նորից մոտ։ Քիչ ալուրվարեն լցնեմ։ Խմորը գտնկելուց հետո քսում ենք սպիտակուցը խմորի վրա։ Հիմա խորիզը խմորի վրա լցնելու ենք։ Չէ, տենց մի սխմի արգամ։ Հիմա խմորը փաթաթելու ենք։ Սենց։ Մի քիչ ուժեղ կարաս սխմես։ Հիմա ինչ ես ունում։ Հիմա դեղնուցքը քսում ենք խմորի վրա։ Պաթարակով նախշեր ենք նկարում։ Հիմա էլ այսենց դանակով կտրատում ենք։ Շարիկ պրոտեինի վրա, իրարին մի քիչ հեռու, որովհետև ինքը պետք է բարձրանա։ Հիմա շարում ենք դուխովկի ամանի մեջ։ Հետո դնում ենք դուխովկա 15-ից 20 րոպե 180 գրադուս։ Տասնհինգ 20 րոպեից պատրաստ կլինի։ Տասնհինգ 20 րոպեից պատրաստ կլինի մեր գաթանը։ Հա մեր գաթան պատրաստ է։
բոլորին բարի ախորժակ եւ լիքը սեր։ Փորձենք։ Փորձենք։ Այսինքն համով է։ Համով է, չէ՞։ Հա։ Մենք առաջ անգամ միասին սարքել ենք այսպես Սարքել ենք սենց գաթաներ։ գաթա։ Տեսություն Տեսություն աղբետներ։